Երբ ամուսինս Կարենը մահացավ, ես ընդամենը 29 տարեկան էի։ Դա տեղի ունեցավ Սևան Երևան մայրուղու վրա։ Ոստիկանությունն ասաց, որ մեքենան կորցրել է կառավարումը ոլորանի վրա եւ գլորվել ձորը։ Փորձաքննությունը ցույց տվեց, որ արգելակները խափանվել էին։ Դժբախտ պատահար, այդպես գրվեց արձանագրության մեջ։ Ես 3 տարի ապրում էի Մշուշի մեջ։ Ծնողներս, ընկերուհիներս բոլորը փորձում էին ինձ դուրս բերել այդ վիճակից, բայց ես ինձ մեղավոր էի զգում, որ ողջ եմ։ Դավիթի հետ մենք ծանոթացանք Կարենի մահից ուղիղ 3 տարի անց։ Ես աշխատում էի բանկում եւ նա եկել էր խոշոր վարկային գործարք ձևակերպելու։ Դավիթը 40 տարեկան էր, հասուն, խնամված, հանգիստ հայացքով եւ թանկարժեք օծանելիքի բույրով։ Նա հայտնի շինարարական ընկերության ղեկավար էր։ Սկզբում մեր հարաբերությունները զուտ գործնական էին, բայց նա այնքան նրբանկատ էր, նա երբեք չէր ստապեցնում ինձ։ Մի անգամ, երբ ես հուզվեցի պատմելով Կարենի մասին, նա բռնեց ձեռքս ու ասաց. «Անիծհավը չի անցնում, մենք ուղղակի սովորում ենք ապրել դրա հետ, դու ուժեղ ես»։ Նա գիտեր ինչպես գրավել ոչ միայն ինձ, այլև իմ ընտանիքին։ Մայրս ասում էր. «Անի ջան, սա Աստծո պարգև է, տեսնում ես ոնց է քեզ նայում։ Կարենը կուզեր, որ դու երջանիկ լինեիր»։ 6 ամիս անց մենք ամուսնացանք, հարսանիքը համեստ էր, ինչպես ես էի ուզում։ Մենք տեղափոխվեցինք Դավիթի առանձնատունը, Ձորաղբյուրի ամառանոցային թաղամասում։ Տունը հսկայական էր, շրջապատված բարձր պարիսպներով, մոտակա հարևանները բավականին հեռու էին։ Առաջին տարին իսկական հեքիաթ էր։ Դավիթը կանխագուշակում էր իմ յուրաքանչյուր ցանկությունը։ Նա գիտեր, որ ես սիրում եմ նռան գինի, թեև չէի հիշում, որ ասած լինեի։ Նա գիտեր, որ ես ատում եմ վարդերը, բայց պաշտում եմ դաշտային ծաղիկները։ Ես ուղղակի ուշադիր եմ քո հանդեպ, սիրելիս, ժպտում էր նա։ Միայն մի տարօրինակություն կար։ Տան նկուղային հարկում մի սենյակ կար, որը միշտ փակ էր։ Այնտեղ իմ արխիվն է, հին փաստաթղթեր, զենքի հավաքածուս, բացատրեց նա։ Բանալին միանք մեկն է եւ այն միշտ մոտս է, խնդրում եմ, երբեք մի փորձիր մտնել այնտեղ, այնտեղ անվտանգ չէ։ Ես չէի առարկում։ Ինչու պիտի առարկեի։ Ես երջանիկ էի։ Ամեն ինչ փոխվեց հոկտեմբերյան մի անձրևատի օրը։ Դավիթը մեկնել էր Թբիլիսի, գործուղման, 3 օրով։ Երեկոյան ես որոշեցի կարգի բերել նրա զգեստապահարանը։ Նրա վերարկուներից մեկը գրպանից դուրս հանելիս գետնին ընկավ բանալիների մի փոքրիկ կապույց։ Նա մոռացել էր պահեստային բանալիները։ Սատանան ինձ դրդեց։ Հետաքրքրությունը, որը նիրհում էր 1 տարի, արթնացավ։ Ինչ կարող էր նա թաքցնել։ Նախկին կնոջ նկարները, գաղտնի հաշվեհամարներ։ Իջա նկուղ։ Ձեռքերս դողում էին, երբ բանալին պտտեցի կողոպկի մեջ։ Դուռը բացվեց ծանր ճռռոցով։ Սենյակում խավար էր։ Միացրի լույսը, դա սովորական աշխատասենյակ էր, պատերին փակցված քարտեզներով։ Բայց երբ մոտեցա գրասեղկանին, տեսա մի հաստ, սև, կաշեպատ տետր եւ մի արկղ։ Արկղի մեջ լուսանկարներ էին, շատ լուսանկարներ։ Ես վերցրեցի առաջինը։ Դա ես էի։ Բայց նկարը հին էր։ Ես 25 տարեկան էի, կանգնած էի համալսարանի մոտ։ Հաջորդ նկարը ես եւ Կարենը սրճարանում։ Հաջորդը մեր հարսանիքը։ Լուսանկարված հեռվից, կարծես թփերի հետևից։ Նկարներ մեր պատշգամբից, նկարներ, երբ ես խանութում եմ, սառը քրտինքը պատեց մեջքս։ Դավիթը ինձ ճանաչել է դեռ այն ժամանակ։ Նա հետևել է ինձ։ Տարիներով։ Դողացող ձեռքերով բացեցի սև տետրը։ Դա օրագիր էր։ 12 մայիսի 2018 թվական։ Նա հրեշտակ է։ Այսօր տեսա նրան օպերայի մոտ։ Նա ծիծաղում էր։ Այդ տղան Կարենը, նրա կողքին ոչինչ է։ Նա չգիտի նրա իրական արժեքը։ Նա չի սիրում Անիին այնպես, ինչպես ես կսիրեմ։ 20 հունիսի 2019 թվական։ Նրանք վիճեցին։ Ես լսում էի բաց պատուհանից։ Կարենը բղավեց նրա վրա։ Ես ուզում էի ներս մտնել եւ սպանել նրան հենց այդ պահին։ Բայց պետք է համբերել։ Պլանը պետք է անթերի լինի։ Ես թերթեցի էջերը մինչև Կարենի մահվան օրը։ 14 օգոստոսի 2020 թվական։ Ամեն ինչ պատրաստ է։ Կարենը վաղը գնալու է Սևան։ Ես գիշերը մտա նրանց ավտոտնակ։ Դուռը բացելը խաղալիք էր ինձ համար։
Արգելակների խողովակը թեթևակի վնասել եմ։ Այն չի կտրվի մի անգամից, միայն ուժեղ ճնշման դեպքում ոլորնաների վրա։ Ոչ ոք չի կասկածի։ Սա սպանություն չէ, սա ազատագրում է։ Ես ազատում եմ Անիին։ 15 օգոստոսի 2020 թվական։ Կատարվեց։ Ես հետևում էի նրան իմ մեքենայով, տեսա, թե ինչպես մեքենան թռավ ձորը։ Իջա ներքև, նա դեռ շնչում էր, նայեց ինձ, օգնություն խնդրեց։ Ես ժպտացի եւ ասացի. «Մի անհանգստացիր, ես նրան լավ կնայեմ»։ Սպասեցի մինչև վերջին շունչը։ Հիմա պետք է սպասել։ Նա պետք է սուքա։ Ես կսպասեմ։ Ես համբերատար եմ։ Ես փակեցի բերանս ձեռքով, որպեսզի չճչամ։ Արցունքները հեղեղի պես հոսում էին։ Իմ ամուսինը, իմ կատարյալ Դավիթը։ Նա ոչ թե պատահաբար էր հայտնվել իմ կյանքում, նա ծրագրել էր ամեն վայրկյանը, նա սպանել էր Կարենին, նա մարդասպանը։ Հանկարծ լսեցի դարպասների բացվելու ձայնը, էլեկտրական դարպասների ծանր աղմուկը։ Նա վերադարձել է, մեկ օր շուտ։ Ես խուճապահար նայեցի շուրջս։ Լուսանկարները սփռված էին հատակին, տետրը բաց էր, ես չէի հասցնի հավաքել։ Լսվեց տան մուտքի դռան բացվելը։ Անի, նրա ձայնը լսվեց վերևից։ Ուրախ, սիրալիր։ Սիրելիս, ես շուտ վերջացրի գործերս։ Տես ինչ եմ բերել քեզ համար։ Քայլերը մոտենում էին։ Նա գնում էր դեպի խոհանոց, հետո հյուրասենյակ։ Անի, լռություն։ Հետո քայլերը դանդաղեցին։ Նա նկատել էր, որ ես վերևում չեմ։ Ես լսեցի, թե ինչպես նա մոտեցավ նկուղի դռանը։ Ես ներսից չէի կողպել դուռը։ Անի, նրա ձայնը փոխվեց։ Այն դարձավ սառը, մետաղական, այն ձայնը, որը ես երբեք չէի լսել։ Դու ներքևում ես։ Բռնակը դանդաղ իջավ։ Ես կանգնած էի սենյակի մեջտեղում, ձեռքիս սեղմած Կարենի ու իմ հարսանեկան լուսանկարը, որի վրա Դավիթը կարմիր խաչ էր քաշել Կարենի դեմքին։ Դուռը բացվեց։ Դավիթը կանգնած էր շեմին։ Նա նայեց հատակին թափված նկարներին, հետո իմ արցունքոտ աչքերին։ Նրա դեմքից անհետացավ սինող ամուսնու դիմակը։ Նա հանգիստ, սարսափելի հանգիստ ժպտաց, հանեց բաճկոնը եւ դանդաղ կախեց աթոռին։ Ինչու դու ինձ չլսեցիր, Անի, ասաց նա ցածր, գրեթե կնքուշ ձայնով, փակելով դուռը իր հետևից եւ պտտելով բանալին ներսից։ Ես այնքան էի ուզում, որ մենք երջանիկ լինենք, բայց հիմա ստիպված ենք ամեն ինչ նորից սկսել, ուրիշ ձևով։ Նա մի քայլ արեց դեպի ինձ։